Պարները մենք չկրկնում։ Ես մտքերը ուրիշ տեղ էի հարցն հանդիք կրկնում։ Մտքերով չի, տարիքն է, լավ, սենց ասեմ, հրավերքից հետո, երբ որ ես իմ ասավ անդրադարձել եմ մեր էպոսին, դա իմ համար մեծ ուրախություն է, որտեղ մի տեսակ այսօր մեր էպոսը գնացել է 6-7-րդ պալան, ու կուզենամ, որ այս ֆիլմից հետո առավել ևս նոր սերունդի մոտ ցանկություն ունենա մի հատ թերթելու, ու առավել ևս հասկանալու ու ներսով ընկալելու էպոսը, որտեղ էպոսը կարևոր է, էպոսը կոդ է, որը պիտի կարողանանք բացել, ու ես շատ ուրախ եմ, որ այս ամենից ինչնայած AI-ի մատը խառն է, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ չերես AI ենք մենք կարողացել մոտենալ սրան։ Դե իհարկե մուլտֆիլմը շատ թանկ հաճույք է, երևի Էյան եկավ փրկության, ամեն դեպքում Էյան էլ թանկ հաճույք է։ Ես իմ պերսոնաժի իմ կերպարի մասին չեմ կարող խոսել, ինքը շատ լավն է, ինքը ես իրան ինձ տեսել եմ իր մեջ։ Միակ բարդությունը, որ ես ունեցել եմ, ինքս իմ հետ է, որովհետև այդ մարդուն կենսանացնել միայն քո ձայնով այդ շատ դժվար է ու ասել, որ իմ մոտ շատ առաջի դեպքն է, որ ես մուտք եմ գործում մուլտ աշխարհ, սենց ասեմ։ Իհարկե իմ համար մի քիչ դժվար էր, բայց ես երջանիկ եմ, որ այդ իմ չափով ինչքանով կարողացել եմ, արել եմ ու կարծում եմ երեխեքը կզվարճանան, չգիտեմ, ամեն դեպքում գոնե նրա համար, որ ընթացքում պապուս էլ հիշեցի։ Չնայած ինձ երբեք էպոսը չի պատմում, որտեղ ինքը չէր ուզում։ Լավ հումոր եմ անում։ Չէ, իհարկե ինքը իրոք ես երջանիկ եմ, որ մենք սկսել ենք մեր պատմությանը վերադառնալ։ Մեր պատմությունը կարողանանք մատուցել, այդ ամենակարևորն է այսօր։ Էպոսի մեջ այնքան բան կա աշխարհին մատուցելու ու ցույց տալու։ Փառք Աստծո, կուզենամ, որ սա լինի առաջինը ու ձևերը փոխվի, ուրիշ ձևերի մեջ էլ կարողանանք մենք ինքներս մեր տեսակը, մեր էությունը, մեր պատմությունը ներկայացնենք ու մատուցենք աշխարհին, որը շատ կարևոր է։ Առայժմ ինձ կան, եթե կոնկրետ հարցեր